հիշեցնել, որ սիրելի հայրենակիցներ, հազարավոր եկեղեցիներ, պատմամշակութային կոթողներ վերականգնվել են հենց հայ առաքելական Սուրբ եկեղեցու ջանքերով եւ այս տարիների ընթացքում աննախադեպ մի աշխատանք կատարվել այդ ուղղությամբ եւ եկեղեցին շատ կարեւոր դերակատարություն է ունեցել եւ այդ շինարարության մեջ եւ առհասարակ մեր կյանքում եւ այսօր մենք տեսնում ենք որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ջանք ու եռանդ չի խնայում թիրախավորելու եկեղեցին եւ այն բոլոր խոսակցությունները որ այս տարիների ընթացքում կեղծ խոսում էին նրա մասին որ Գեղարդը նվիրել են եւ այլը կեղծ պնդումը ընդհանրապես ներկայացվել է որ փշրանքներ է դա փշրանքներից նվիրաբերվել է եւ այդ նվիրաբերումը եղել է փոխադարձության սկզբունքով եւ նույն պատրիարքը Haman Rusio շատ արժեքավոր ուրեմն իրենց պատկանող շատ արժեքավոր իկոնա հայերեն չգիտեմ տարբերակը որն է նվիրաբերել հայ առաքելական Սուրբ եկեղեցու այդ առումով ես ուզում եմ նաեւ ձեր բարձաբանումները լսել այսինքն ուրիշ կրոնական կազմակերպությունները կարող են հայ առաքելական Սուրբ եկեղեցուն նվիրաբերել որոշ արժեքավոր եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին չի կարող որոշ առումով ինչ ոչ թե ամբողջական այլ ես կարծում եմ դա սիմվոլիկ է բոլորս էլ հասկանում ենք որ դա ինչ է նշանակում այդ առումով ես ուզում եմ նախադեպը հասկանամ աշխարհում կամի նման օրինակ որ կրոնական կազմակերպության այսինքն ցուցում տան ասեն դու էս պիտի անես այն չպիտի անես այսինքն նման բան կա դուք ուսումնասիրել եք աշխարհում նման պրակտիկա փորձ ավարտեք պարոն Դանիել Շնորհակալություն պարոն Դանիելյան շատ բարձր եմ գնահատում ձեր ջանքը ձեր քաղաքական համախոհներին աջակցելու նաև այստեղ եւ այսպես ինչ վերաբերում է եկեղեցաշինությանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորած կառավարությունը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենաշատը եկեղեցաշինության մեջ ներդրում արած կառավարությունն է իր որոշումներով եւ մենք այդ բյուջեները հաստատել ենք դուք դեմ եք քվեարկել եւ մենք այդ եկեղեցաշինությանը նպաստել ենք դուք դեմ եք եղել եւ նույնիսկ դրվագներ կան որոնց մասին միգուցե արժե հետո առանձին խոսել ինչ վերաբերում է կրոնական արժեքների կրոնական գույքերի պաշտպանությանը սա ոչ միայն աշխարհում նախադեպ կա սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի քանի կոնվենցիաներով պետությունների պարտավորությունն է, որպեսզի կրոնական գույքերը, որոնք գտնվում են պետությունների տարածքներում, ավելի բարձր պաշտպանվածության համակարգ ունենան, մեխանիզմներ ունենան, քան մնացած նույնիսկ հուշարձանները, թեև բոլոր հուշարձաններն են ընդհանուր առմամբ ընկնում պաշտպանության տակ։ Ես արձագանք Կներեք, ես ճիշտ լսեցի, որ դուք ասում եք, որ մենք դեմ ենք, որ եկեղեցիներ կառուցվեն կամ եկեղեցաշինությանը դեմ ենք, դա ամբողջությամբ սուտ պնդում է, եկեղեցի կառուցողները չեն կարող եկեղեցու կառուցմանը դեմ լինել, եւ տենց անպատասխանատու հայտարարություններ խնդրում եմ չանեք, եւ եթե դուք խոսում եք հոգևորականներից, որոնք որ հիմա գտնվում են անազատության մեջ, պատվելի սրբազանների մասին է ձեր խոսքը, ես ուզում եմ ձեր կողքը կանգնած հոգևորականների մասին ձեզ հիշեցնել, որը որ համարում էր այդ հոգևորական նախկին հոգևորականներից մեկը, որ ասում էր հրաշք է կատարվել, որ Վազգեն Սարգսյանին ազգային ժողովում գնդակահարել են։ Այ մեր ու ձեր տարբերությունը այդ է, հրաշք համարող հոգևորական, ասում է հրաշք է կատարվել, Վազգեն Սարգսյանին Սուրբ Հոգին ասում է, բան արեց ասում է Վազգեն Սարգսյանին ուրեմն գնդակահարեցին։ Այդ մարդկանց հետ եք դուք ճանապարհ գնում։ Իսկ մենք հպարտ ենք այն մարդկանց հետ, ում հետ ճանապարհ ենք գնացել եւ ես համոզված եմ, որ այդ մարդիկ շատ կարևոր դերակատարում ունենալու են մեր երկրի հոգևոր եւ մշակութային կյանքում։